Ուրեմն տեսեք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը իսկապես հենց առաջի հոդվածում նշված է, որ մենք սոցիալական պետություն ենք։ Այս վերջերս տարածուն այս շաբաթվա ընթացքում, ելույթ ունենալով, կարծեմ վարչապետ Փաշինյանը ասաց, որ մենք բնավ ոչ մի հակասոցիալական քաղաքականություն չենք վարում, դա հերյուրանք է եւ այլն։ Մենք ենք պարզ փաստերով նայենք, էլի։ Եթե վերցնենք պարզապես մեր տարածաշրջանը, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, ունենք ամենաթանկ առողջապահությունը, ունենք ամենաթանկ դեղերը, ունենք ամենացածրակ կրթությունը, ունենք անվերագետների ամենամեծ թիվը բնակչության մեջ, ունենք ամենացածր թոշակները։ Բայց եթե դա հակասոցիալական քաղաքականություն չի, ի՞նչն է հակասոցիալական քաղաքականություն։ Դուք 7 տարի առաջ եկել եք խոստումներով, որ դուք պետք է բարելավեք բնակչության կյանքը համատարած, չէ՞։ Պետք է թալանը հետ բերեք, արդարություն հաստատեք եւ այլն։ Ունեք տարածաշրջանում վատթարագույն չափորոշիչները բոլոր իմ ասած պարամետրներով, վատթարագույն 2-18,000 երեխա դպրոց չի գնում, որովհետեւ դրա հնարավորությունը չունի։ Ընդամենը 25%-ն է դպրոցը ավարտողների գնում բարձրագույն ուսումնական հաստատություններ, ընդունվում չի ավարտում, ընդունվում։ Երբ որ այլ պետություններում դա 40-ից 50% է, մեր հարակից պետություններում, որտեղ կրթությունը ընդհանրապես ասած որակազրկվել եւ արժեզրկվել է։ Բայց եթե դա հակասոցիալական չի, ի՞նչն է հակասոցիալական։ Դուք ձեր ամբողջ էությամբ հակասոցիալական եք։ Ուղղակի ժողովուրդը բան ունի, չէ՞, լավ ասացված կունի, ասում է գարան դիմակ հակած գալ։ Գարան դիմակ հակած գալ եք դուք, տեղից տեղ։ Դուք իրականում մեր ժողովրդին թշնամի եք դարձել այս ընթացքում ձեր գործողություններով։ Ընկած եք եկեղեցիներում քահանաներին եւ եպիսկոպոսներին ահաբեկելով, փոխանակ զբաղվեք ձեր ուղիղ պարտականությունները կատարելով։ Գներեք մի քիչ էմոցիոնալ, խնդրեմ ձեր հարցը։